Արմավիր, Արարատ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքում են, առաջին կանգառը Սիսիան։ Մարիկ ջան, բարև։ Ինչ եք կարդում, Մարիկ ջան, հլե հետը կարելի է։ Այդ հանայի, այդ ամերիկյան։ Հլե պատին ինչ է կարդում, հլե նայեք, էլի մենակ։ Հլե նայեք։ Կոսակը 80,000 է, երևի ինձ 3,000 դրամ ավելի։ Չէ, ինչի, մի րոպե, պարոն Թորոսյան, եթե տատի թոշակ 80,000 դրամ, ինչքան կավելանա։ 3,000 դրամ։ 90,000 կդառնա 90,000 90,000 կդառնա։ 10,000 կավելանա։ Հա։ Վարչապետին տեղեկացրին, Սիսիանի բժշկական կենտրոնը ավարտական փուլում է, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները։ Վարչապետին ողջունող կինն էլ հենց IT բանդանոցի բուժաշխատողներից էր։ Բայց ձեր աշխատավարձերը չի իջել, հա? Առողջության ապահովության համար գալիս են մարդիկ։ Խոսք կա հաստատ։ Հա, հաստատ գոհ են։ Ինչպես երկրի ղեկավարին ներկայացրին, քաղաքում նախորդ տարի իրականացվել է ավելի քան 840 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր։ Վարչապետն այցելեց պատահական ընտրված տներ։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք։ Խնդիր ունի առողջական բժշկական կենտրոն գնալու ընտանեկան բժշկին կարա հրավիրի, այսինքն տնային այց կարող է ձևակերպեք, զանգեք բժշկական կենտրոն, ժամ կնշանակի, բժիշկը կգա։ Դե հիմա ձեր թոշակ ավելանում է, առողջության ապահովագրություն էլ ունեք։ Դե առավել եւս ավելանում է։ Դրսում վարչապետն ամփոփեց։ 3 դուր ծեծեցի, ուրեմն պարզվեց 3 դրան հետևում էլ ապրում են մեր ծրագրերի շահառու մարդիկ։ Առաջին դուրը երրորդ երեխան էր ծնվե եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան 50,000 դրամներ ստանում եւ նաեւ երեխայի միջև 2 տարեկան խնամքի նպաստը, այսինքն 50,000 պլյուս 30,000, դե ցավոք ասեց որ ամուսինը չի աշխատում, չգիտեմ, կարող է, բայց փաստացի այդ ընտանիքը ապրում է այդ երկու սոցիալական ծրագրի հաշվին։ Իհարկե հույս ունենանք որ ամուսինը աշխատանք կգտնի եւ կաշխատի։ Մյուս երկու դռներում թոշակառուներ էին, որոնց թոշակը 10,000 դրամով բարձանում է, ֆորմալ նոմինալ թոշակը դե պարզ է, հետ վճարը եւս 10,000 դրամ եւ երկուսն էլ առողջության ապահովագրության շահառու են։ Բարձանանք։ Քաղաքացիներից մեկն էլ վարչապետին հրավիրեց իր տուն։ Հիմա որ ասում եք շնորհակալ ենք, դե բանա, եթերա, բանա, ձեր տուն ենք եկել, ձեր տուն ենք մտել։ Հիմա չէ, մի րոպե, հիմա որ դուռը փակենք գնանք, հետևնից եք ասելու շնորհակալ, թե ասելու։ Չէ, շնորհակալ, չեք ասում շնորհակալ։ Շատ լավ։ Դուք եք հրավիրել, մենք չենք ներխուժում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Նորմալ։ Երեխաներ ունեք։ Դեռ չէ, սպասում ենք։ Իսկ դուք տեղյակ եք, որ այս տունը ոնց եք ձեռք բերել հիպոթեկով, իսկ դուք տեղյակ եք, որ երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկի մարման աջակցության ծրագիր կա։ Երկրորդ երեխայի դեպքում էլ աջակցություն կա, երրորդի դեպքում էլ։ Կարճ ասած, այս տանը մենք ահագին կմասնակցենք, երեխան ձեզանից, մասնակցությունը մեզանից։ Այս տներում եւս ապրում էին պետական աջակցության ծրագրերի շահառուներ։ Մենք ունենք ծրագիր, որ առաջին երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկով ձեռք բերված տունը, եթե 35 միլիոնը չի գերազանցում, միանվագ երեխայի ծննդյան փաստով 500,000 դրամ հիպոթեկի վարկից, մայր գումարից մարում ենք։ Այսինքն այստեղ 1, 2, 3, 4, 5 տուն ենք մտել, բոլոր 5 տները մեր սոցիալական ծրագրերի շահառու են, մեր բոլոր 5 տները, այսինքն պատահականության սկզբունքով։ Այս կինն էլ Ուից գյուղի վարչական ղեկավարն է, ասում է, իրենց բնակավայրում 3 տարվա ընթացքում 5 ծրագիր է իրականացվել ու իրականացվում։ Դպրոց էլ մանկապարտեզ։ Դպրոցը կից մանկապարտեզով, խաղահրապարակը, հուշարձանի վերանորոգումը, մի հատ էլ նոր ծրագիր ենք շահել զբոսայգու կառուցում, եկեղեցինակառուցում, միայն դրանից ենք դժգոհ։ Ինչա որ։ Այս է եկեղեցու տանիքը, իբրե պալատկա են բերեք ցետերկատների վրա։ Չէ, սա երևի պահպանության համար է, միջև վերականգնվի, այս ծածկա, այս ոնց կա։ Արդեն իրենք ասել են ավարտել ենք։
Շատ լավ կճշտենք։ Վարչապետին հանդիպած քաղաքացիները իրենց խնդիրներն են բարձրաձայնում։ Մեր դեմ եք քվեարկելու։ Դե եթե ձեզ հետ հանդիպում եմ, ուրեմն դեմ չի։ Դե ասում են Ռուսաստանի հայերը գալու են մեր դեմ են քվեարկելու։ Ես էլ ասում եմ ընդհակառակը գալու են մեր օգտին են Ձեր քվեարկելու։ օգտին ենք, բայց դե համենայն դեպս տանիքի խնդրեմ ունեմ։ Շարքի գյուղի բնակչուհի եմ։ Այ այդտեղ արդեն օրենքը մտնում է ուժի մեջ, տեն ծառայություն չենք կարա։ Հիմա խոստանանք, որովհետև օրենքով արգել կա։ Վիրահատվեցիք ու ոչի բան չվճարեցիք։ Քանդին էս երկիրը, քանդին։ Ոռոգման, խմելու, ջրի խնդիրներն էլ քաղաքացիները առանձնացրին։ Ասի ոնց որ նախորդող շրջանում խաղաղության օրակարգն է եղել մեր առաջնահերթությունը, հաջորդող շրջանում ջուրն է լինելու, ջրային հարցերն են լինելու մեր առաջնահերթ։ Ոռոգման, խմելու եւ այլն եւ այլն։ Աղիտու գյուղի թափառող շների ու սոցիալական խնդիրներն էլ անհանգստացնում էր այս քաղաքացուն։ Կառավարության աշխատանքը բարթանում է այն պահին, երբ որ բազմաթիվ հարցեր լուծվում են եւ բոլոր տեղերը ձևավորվում են ակնկալիքներ։ Այսինքն, երբ որ չկա ակնկալիք, ավելի հանդարտ պայմաններ է, մի փոքր բան անում ես եւ բոլորը շնորհակալ են, ասում են՝ «Վայ, ես ինչ էր հրաշքեր եղավ»։ Բայց երբ որ մի փոքր բանը դառնում է երկու փոքր բան, երեք փոքր բան, չորրորդը դառնում է մի քիչ ավելի մեծ բան, հինգերորդը մեծ բան, վեցերորդը մեծ բան եւ դառնում է շատ, այդ պահին նյարդը առաջանում։ Թոշակառուներին շրջանում տարածում են, թե բարև եղբայր։ Տարածում են, թե առողջության ապահովագրությունը միջև ընտրություններն է ալնելու։ Միջև ընտրություններից հետո չի լինելու։ Ոչ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունը այլևս միշտ լինելու է։ Ընտրություններից առաջ էլ, հետո էլ։ Սիսիան այցից հետո վարչապետի տպավորությունն այսպիսին էր։ Այսքան մարդկանց հետ շփվեցինք ու մի զգալի մասը կամ որևէ ծրագրի շահառու են, կամ կարող են դառնալ, կամ ասենք ուսուցիչա դեռ չի ատեստավորվել, կարա ատեստավորվի։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստ, առողջության ապահովագրություն, թոշակի ավելացում, միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ եւ այլն եւ այդպես շարունակ։ Պաշտոնյաները կարճ կանգառ ունեցան նաեւ Շինուհայրում։ Խնդրեմ։ Գյուղը ոռոգման ջուր չունի։ Ուղղակի ոչ թե խնդրում եք, աղաչում եք։ Շատ լավ։ Իմ անունից չեմ ասում, ամբողջ գյուղանից եմ։ Ոչ խնդրելու կարիք կա, ոչ էլ աղաչելու, սարքելու ենք հերթով, ամեն ինչն էլ անելու ենք։ Շնորհակալ։ Ուրախ ենք, որ դու խաղաղություն եք հաստատել մեր երկրում։ Զգում եք բայց խաղաղությունը։ Զգում եք։ Խաղաղության թեման շարունակվեց նաեւ ավտոբուսում։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք գոյատևման օրակարգը այլևս հաղթահարված ենք համարում եւ մենք այլևս ապրելու օրակարգի մեջ ենք, ապրելու օրակարգի մեջ ենք։ Այո, բազում զոհերի եւ զոհությունների գնով մենք հասել ենք ապրելու օրակարգին, որտեղ ապրելը, սնունդը վայելելը, կյանքը վայելելը, երաժշտություն լսելը, ապրելը, ուրախանալը, կյանքի բերկրանքը ապրելը առանցքային նշանակություն ունի, որովհետև ի վերջո մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին կյանքը վայելի։ Իհարկե դրա համար պետք է աշխատանք, լավ վճարող աշխատանք, դրա համար պետք է կրթություն, լավ կրթություն։ Վարչապետը ծանոթացավ հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությանը։ Սա փաստացի այսօր Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է։ Վերջին մի շաբաթվա ընթացքում միջին օրը աշխատել այստեղ 560 մարդ եւ ավելի քան 210 միավոր տեխնիկա։ Էս ինչ լավ գործ է։ Մինչև Քաջարան լինելու է 2 թունել 15 կամուրջ, 14-ի վրա աշխատանքներ են իրականացվում։ Այս սյուները կամուրջի սյուներ են։ Սիրելի հայրենակիցներ, այ կամուրջի ոտքերն են։ 1, 2, 3, այսինքն թունելից դուրս է գալիս ճանապարհը, գնում նենց կորով անցնում է արդեն այնտեղ։ Մենք հիմա Մեղրից մոտավորապես մի 15 կիլոմետր հեռավորության վրա ենք։ Պատկերացրեք, Հայաստանում 720 մետրանոց կամուրջ ենք ունենալու, 720 մետրանոց։ Մեղրիի ճանապարհին վարչապետը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկեց շինարարության ընթացքը։ Աշտարակ Գյումրի հատվածն հյուսիսարավի առաջիկայում պաշտոնապես կբացենք եւ մեզ կմնա ինչ, մեզ կմնա Արտաշատ Սիսիան հատվածը եւ Գյումրին շրջանցող Գյումրի դեպի Բավրա հատվածը։ Այսինքն հյուսիսարավը մի սոարյուն է ստանում, ըստ էության արդեն կոնկրետանում է։ Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ հարկեր վճարելու կարեւորությանը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը
կախված է առաջին հերթից ոչ թե նրանից, թե ինքը իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում, այլ կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում։ Էլի ուզում եմ ասել պատասխանատու կերպով։ Հայաստանում չկա մի ընտանիք, որ իր բարեկեցության վրա ավելին է ծախսում, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Ճանապարհի երկայնքով իրականացվող շինարարությունն է ցույց տալիս երկրի ղեկավարը։ Նայեք, այս բոլորը կամուրջներ են։ Հաստացի Մեղրի ճանապարհը, հաստացի սա, տեսեք։ Ամբողջը շինհրապարակ է դարձել։ Նայեք ինչ է կատարում։ Ծախսված գումարը բերելու է մուլտիպլիկատիվ էֆեկտ, տնտեսական օգուտներ։ Ամենապրիմիտիվ բանը ասենք, ապրանքը Մեղրից 2 ժամ ավելի շուտ տեղ հասնելու, ավելի էժան է տեղ հասնելու։ Մեղրի այցը մեկնարկեց երեխաների հետ հանդիպումով։ Գիտեք սրտիկ անել է երեխեք սրտիկով։ Երբ է այսքան փող դրվել Մեղրիում։ Ճիշտ է։ Կարեն Դիմիրճյանի ժամանակ։ Ժողովուրդը ոնց է ընդունում տրիպ նախագիծը։ Ուզողները չեն ուզում, ուզողները ուզում են, ի՞նչ է։ Հələ մենակ մի բան ասեք։ Հիմա Մեղրիում օրինակ տների գները, հողի գինը իջելա թե բարձացել։ Հանգարը։ Սայնի գներն է դառել։ Մեղրիում եւս մեկ ծրագիր ներկայացրեց վարչապետը։ Համայնքի տարածքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունները իրենց ինչ որ բանաձևով վճարումներ են անում համայնքին եւ համայնքը հա տեսնում եք հերթական անգամ որ մենք քայլում ենք ուղակի եւ ճանապարհին տեսնում ենք մեր ընդունած նախագծի մեր ընդունած քաղաքականության կոնկրետ արդյունք որտեղով է ձեր շենքի մուտքը մյուս կողմից կա այո իհարկե բա դիմավորեք Այցելեցին նաեւ քաղաքացու բնակարան Զովասի այգի 44-օրյայի ուզել բանի մասնակցել եմ Իմ խոնարհումը ձեր ամուսնուն եւ ձեր առաջ շնորհակալ ենք ձեր համբերատարության համար, շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար։ Մեր ամբողջ նպատակն է որ մեր նահատակների զոհողությունը մենք վերածենք մի բանի, որը կլինի ամենաարժանի հուշարձանը մեր զոհված եղբայրներին, որ երեխեքը ապրեն խաղաղ, ապահով, բարեկեցիկ երկրում եւ մեր ամբողջ քաղաքականությունը ուղղված է դրան եւ շատ կարեւոր է որ մենք զգում ենք որ հասնում ենք այդ նպատակին։ Պաշտոնյաները հիշեցրին հաստատվել է նաեւ Մեղրիի ջրամբարի կառուցումը։ Հիմա եթե մենք ճիշտ տեխնոլոգիաներով մոտենանք, այս լանջերին լրիվ կարելի է այգիներ ունենալ։ Եթե ջուրը Երեխաների հետ վարչապետ Փաշինյանն ու իր թիմը այցելեցին մեկ այլ շինհրապարակ։ Մեղրի երեխաներ ուշադիր, ով տեղում է, թող մի հատ բարձր ձայն հանի, որ իմանանք տեղում է։ Այ իմացանք, որ բոլորը տեղում են։ Դե գնացինք ուրեմն։ Գնացինք։ Զանգեք տանը, ասեք, որ մի քիչ կուշանակ, թող չանհանգստանան։ Հյուսիս-հարավի ճանապարհային հանգույցում են։ Շինարարության աշխատանքները արդեն կեսը ընթանում են, այստեղ նաև արտադրական process ունենք, մենք ներքևում կազմակերպության բազան տեսանք, այստեղ շատ բաներ արտադրվում է բետոնային կոնստրուկցիաների մի մասը, արտադրվում է տեղում։ Արդեն ակարակում վարչապետը քաղաքացիներից հետաքրքրվեց, ինչ կարծիք ունեն տրիփի մասին։ Այդ տրիփի մասին ագարակի ժողովուրդը ինչ կարծիք են։ Շատ լավ։ Հաստատ։ Լավ կլինի։ Մտավախություններ չունեք։ Չէ, միայն Այն կառավարությունը, որ ինչ որ բացատրություններ ա տվել, ձեզ հասկանալի է, պարզ է, թե ինչի մասին է խոսքը, ընդունելի է, ընդունելի չի։ Կարելի է հասկանալ։ Միայն ոնց ասում եմ, ռուսերը բանդավը, դա մի ծարը կռի չլինի։ Չի լինի կռիվ։ Մի քիչ սովածել է։ Բայց խի սովածել ենք։ Ավարտվեց։ Կոնֆլիկտ չկա, խաղաղություն է, համաձայնությունները կայացված են, բոլոր կայացված համաձայնությունների մասին հանրությունը տեղյակ է, ամեն ինչի մասին պատմել ենք, իրազեկել ենք, կիսել ենք, ներդրումներ են լինելու։ Մեզ իհարկե հիմա Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված վիճակն է շատ անհանգստացնում, հույս ունենք, որ այնուամենայնիվ մենք փոքր երկիր ենք, մենք այդտեղ մեծ դեր չենք կարող ունենանք, որ մենք ասենք ինչ որ ջանք գործադրենք եւ այլն, մեր ցանկությունն է նա, որ րոպե առաջ խաղաղությունը հաստատվի։ Շատ նախկիների զենք, որ գողացել է զենքի փողերը մեր։ Երբ է հետ գալու։
2018 թվականից մինչև օրս մենք պայքարում ենք մաֆիայի դեմ։ Այդ մաֆիան, եթե այդքան պարզ հարցը լիներ, մի հատ sense գործողությունով, այդ մաֆիան Հայաստանում ունի արմատներ, Հայաստանից դուրս ունի արմատներ, 1000 ու մի տեղ ունի արմատներ, միլիարդներ ունի։ Ես 2021 թվին էլ եմ ասել, 18 թվին էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Որոշողը դուք եք։ Քաղաքացիների հետ շփումներից հետո ուղևորվեցին Կապան։ Էմմա Վարդանյան, լուրեր։